Կան վայրեր, որտեղ անցյալը չի անհետանում։ Մնում է քարերի մեջ, պատերի ճեղքերում, քամու հետ անցնող շշուկների մեջ։ Ու այս ավերված սրբավայրը ժամանակին լի էր աղոթքի ձայնով։ Այստեղ վառվել են մոմեր, հնչել են զանգեր, եւ մարդիկ իրենց հույսն ու հավատն են թողել այս քարե պատերի մեջ։ Տեսել է կարմիր կանաչ օրեր, բայց եւ ավեր ու գոտորած։ Դարերն անցել են, պատերը փլվել են, կամարները կիսվել, բայց այս վայրի հոգին չի լքել նրան։ Երբ կանգնում ես այստեղ, թվում է ժամանակը մի պահ հետ է դառնում եւ անցյալի ստվերները նորից քայլում են այս լռության մեջ։ Եվ այս տեսաշարը փորձ է մոտենալու այդ լռությանը, լսելու այն պատմությունը, որ դեռ ապրում է այս քարերի մեջ։ Վանական համալիրը հիմնադրվել է 11-12-րդ դարերում։ 15-16-րդ դարերում ավերվել է ասպատակիչների կողմից, որից հետո եկեղեցուն հարող բնակավայրը տեղափոխվել է։ Աղին նահատակ վանքը գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղից 1,8 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Բովուրխան լեռան արևմտյան լեռնաճյուղի ժայռապարի ներքո, տեղացիների կողմից Խաչինտակ կոչված տարածքում։ 5 գյուղատեղի հյուսիսային եզրին գտնվող անտառապատ, բայց քարքարոտ բլրի վրա։ Վանական համալիրի հիմնական շինություններն են 11-12-րդ դարերում կառուցված եւ հետագայում բազմիցս վերանորոգված փոքրաչափ միանավ եկեղեցին, ինչպես նաեւ եկեղեցու հարևանությամբ արևմտյան կողմում գտնվող 1854 թվականին կառուցված ուխտավորների սենյակը։ 11-14-րդ դարերում Հայաստանում առաջ եկան յուրահատուկ կառուցվածքով նոր տիպի որմնափակ մատուռ խաչքարեր։ Արցախի որմնափակ խաչքարերից մեկը գտնվում է այստեղ, Աղին նահատակ վանքից 300 մետր հյուսիս։ Թվագրվում է 1071 թվականով։ Կոթողը հիմնված է եղել Բովուրխան լեռան արևմտյան լեռնաճյուղով անցնող պատմական ճանապարհի եզրին, որը դռնավարձը կապում էր Քրասնի գյուղի հետ։ Հուշարձանի մասին ազգագրագետ բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, ով 19-րդ դարի վերջին հուշարձանը տեսել է կանգուն վիճակում, գրել է. Եկեղեցուցս փոքր-ինչ վերև սրբատաշ չիչքարով շինված է բեմն, որն ունի 3 մետր լայնություն, 2 մետր հաստություն եւ 5 մետր բարձրություն։ Բեմից արևմտահայաց ճակատում զետեղված են 3 գեղեցկաքանդակ եւ նրբագործ խաչարձան, որոնց վերև գրված է թվին Շ.ի. Կամավն ամենակալին Աստծո ես Գրիգոր, Աստծո միաբան եղբայրքս լա, ըսխաչս իշխանության եւ հայրապետության, Օհանեսի Տեր Ներսեսի աղոթեցեք։ Ալեքսան Հակոբյանը ենթադրում է, որ արձանագրության մեջ նշված Գրիգորը կարող է լինել Դիզակի իշխանած իշխանը։ Սեդրակ Բարխուդարյանն այդ հուշարձանները Մակար Բարխուդարյանի կողմից բեմ կոչելը համարել է շփոթմունք։ Խաչքարերը բոլոր դեպքերում էլ տեղադրված են մեծ խորություն ունեցող խորանների մեջ, որպիսի հանգամանքը շփոթության մեջ է գցել Բարխուդարյանցին, որ դրանք համարել է բեմ։ Սակայն հարկ է նկատել, որ տեղացիները այն նույնպես կոչում են բեմ, քանի որ կանգուն ժամանակ ծառայել է որպես եկեղեցու բեմ։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետևելով Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցին այցելել է հնավայր, սակայն տարածքում չի գտել վերոնշյալ արձանագրությունը պարունակող քարերը։ Նա իր Արցախի որմնափակ խաչքարերը հոդվածում գրել է. Ցավոք ներկայումս խիստ ավերված վիճակում է գտնվում հուշարձանը, որից մնացել է միայն կառույցի ստորին մասը։ Անհետ կորել են արձանագիր քարերը եւ միայն 3 խաչքարերը դեռևս տեղում են, կոթողից մի քանի մետր հեռու ավերակների մեջ։ Հուշարձանից պահպանված 3 խաչքարերից մեկը բեկորատված է, երկուսը ամբողջական։ Տեղաբնակները խաչքարերը տարել են գյուղ ավելի ապահով վայրում պահելու համար։ Հետագայում դրանք տեղափոխվել են եւ վերջնական հանգրվան են գտել Կարմիր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախասրահում։ Ներկայումս հուշարձանի տեղում պահպանվել են շինության ստորին հատվածի պատերի մնացորդները եւ ջարդված խաչքարի բեկորները։ Հուշարձանի Աղին նահատակ անվան շուրջ մեզ են հասել տարբեր ավանդազրույցներ։
Ըստ մի վարկածի Լենգ Թեմուրի դեմ պաշտպանական մարտերում շատերի հետ նահատակվել է նաև գյուղի աղան, տանուտերը, որի դին գյուղացիները ամփոփել են բլրակի գագաթին, կառուցել եկեղեցի նրա հիշատակին եւ վայրը կոչել աղին, աղեն կամ ըղեն նահատակ, այսինքն աղայի նահատակման վայր։ Ըստ երկրորդ վարկածի թշնամիները սպանել են մի հղի կնոջ։ Այդտեղից էլ տեղանքը կոչվել է հղի կնոջ նահատակման վայր, հղեն կամ ըղեն նահատակ։ Երրորդ վարկածը մեզ է փոխանցել Սարգիս arczepiskopos Ջալալյանցը։ Մի նահատակի գերեզման է անունն աղի նահատակ, ուր բազմաթիվ ուխտավորներ են հաճախում։ Այս նահատակի մասին ծերունիները պատմում են, թե մի տաճիկի ծառա էր եւ նա ցանկացել է ծառային բռնությամբ մահմեդական կրոնին դարձնել։ Ծառան չի համաձայնել, չարաչար խոշտանգումների ենթարկվելով նահատակվել է այստեղում։ Այս պատճառով էլ կոչվում է աղի նահատակ, այսինքն իր աղայի կողմից նահատակված։ Այս հուշարձանի մասին առաջին վկայությունը տալիս է բանահավաք ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։ Գյուղի հյուսիսային կողմում մի բլրակի վրա անտաշ քարով շինված է շատ հնուց մի փոքրիկ եկեղեցի, որ կոչվում է աղին անվամբ։ Երկարությունը 7 մետր 94 սանտիմ, լայնությունը 5 մետր 12 սանտիմ։ Խաչազարդ է բեմի ժողովրդահայաց երեսն եւ հանգստարան եկեղեցուց շուրջն, ուր կա եւ մի սենյակ, իսկ բլրի վարի կողմում գյուղատեղի։ Խաչարձանին վրա, որ թեքված է տաճարից արևելյան կողմում, ես Սահակ կանգնեցի ըս խաչս, սենյակի վրա ես Ադամս Աստծո սուրբ խաչս կանգնեցի։ Վերոնշյալ եկեղեցին իրապես փոքր չափերի ուղղանկյուն հատակագծով միանավ թաղածածկ սրահ է, կառուցված անտաշ եւ կոպտատաշ քարերով։ Մեծ սրբատաշ քարերով են շարված եկեղեցու կամարակապ թաղածածկը, ամբողջ երկայնքով ձգվող քիվը, ինչպես նաև բացվածքների եւ խորշերի շրջանակները։ Հուշարձանի թաղածածկի ճարտարապետական լուծումը, որը բնորոշ չէ ուշ շրջանի կառույցներին, թույլ է տալիս ենթադրելու, որ եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում։ Դատելով պատերին ագուցված 16-17-րդ դարերի տապանակարերից, ակնհայտ է, որ եկեղեցին վերանորոգվել է 17-18-րդ դարերում։ Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է, որի հյուսիսային եւ հարավային պատերին կան կամարակապ պատրհաններ։ Խորանի գմբեթարդը եւ արևելյան պատը մասամբ փլուզված են։ Եկեղեցու հյուսիսային պատին խորանին կից գտնվում է մկրտարանի խորշը, որի ավազանը չի պահպանվել։ Մուտքն արևմտյան կողմից է, որի շրջանակը եւ սլաքաձև բարավորը կառուցված են մուխրականաչավուն խոշոր ավազաքարերով։ Բարավորի վերին մասը գրեթե ամբողջությամբ քայքայված է, իսկ ստորին հատվածը հարդարված է խաչազարդ գոտով։ Առանձնակի ուշադրության է արժանի հյուսիսային պատին պահպանված անարձանագիր խաչքարը իր բացառիկ պատկերաքանդակով։ Արհեստավորը, ենթադրաբար Հյուսնը, պատկերված է բարձին նստած 3 քառորդ դիրքով, գլուխը դիմահայաց։ Եկեղեցու ներսում, ինչպես նաև փլատակների տակ գտնվում են գեղաքանդակ եւ պատկերազարդ խաչքարերի, տապանակարերի բազմաթիվ բեկորներ։ Դրանց թվում առանձնանում են խորանի աջակողմյան պատրհանի եւ սրահի հարավային պատի խորշի մեջ դրված 17-րդ դարի գեղաքանդակ եւ պատկերազարդ խաչքարի, ինչպես նաև պատկերաքանդակ եւ խաչազարդ տապանակարի օրինակները։ Ամենայն հավանականությամբ երկուսն էլ գերեզմանակոթողների բեկորներ են։ Հատկանշական է նաև եկեղեցու հարավ-արևելյան պատի անկյունային հատվածում ագուցված պատկերազարդ տապանակարը։ 1854 թվականին աղին նահատակ եկեղեցու մուտքի դիմաց կառուցվել է հյուրատուն ուխտավորների համար։ 19-րդ դարում ազգագրագետ բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը հենց այս հյուրատան պատին է ընթերցել ներկայումս չպահպանված հետևյալ արձանագրությունը. Ես Ադամս Աստծո սուրբ խաչս կանգնեցի։ Հյուրատան պատերին ագուցված են 9-ից 15-րդ դարերի խաչքարեր եւ 15-ից 17-րդ դարերի տապանակարեր, որոնք իրենց պատկերագրությամբ անչափ ուշագրավ են ու արժեքավոր։
Աղի նահատակ վանքի միջնադարյան գերեզմանոցը տարածվում է եկեղեցու հարավային եւ հյուսիս-արևմտյան հատվածներում։ Խաչքարերի եւ տապանաքարերի զգալի մասը ներկայումս ծածկված է հողով։ Տեսանելի են հիմնականում իրենց սկզբնական դիրքից տեղահանված կոթողները։ Ժամանակի ընթացքում անտառը կլանել է գերեզմանոցի տարածքը։ Այստեղ վավերացվել է հիմնականում 9-13-րդ դարերի եւ 16-17-րդ դարերով թվագրված խաչքարեր ու տապանաքարեր։ Գերեզմանոցի որոշ կոթողներ 18-րդ դարում վերօգտագործվել են եկեղեցու վերանորոգման ժամանակ։ Այս գերեզմանոցի խաչքարերն առանձնանում են միջնադարյան հայկական խաչքարագործությանը բնորոշ բազմազան հորինվածքներով։ Ցավալիորեն կոթողների մեծամասնությունը հողմահարված է, ինչը խոչընդոտում է դրանց մանրակրկիտ ուսումնասիրությանը եւ արձանագրությունների վերծանմանը։ Աղեն նահատակ կամ խաչինտակ գյուղատեղիում պահպանվել են նաեւ քարի եւ ջրի նախաքրիստոնեական պաշտամունքային սրբատեղիներ, որոնց մասին հիշատակել է ազգագրագետ բանահավաք Երվանդ Լալայանը։ Դռնավարց եւ Քառասնի գյուղերի միջև կա երկու քար, որոնք միմյանց վրա ընկած լինելով տակովը մի անցք են թողել։ Այս անցքի տակ եւս մի փոքրիկ քար կա, որ գտնվում է մի խորշ։ Եթե 12 տարեկան ժամանակ այդ խորշը ջուրացեն եւ խմեն, 17 տարեկան հասակում սաստիկ զորեղ կարող են լինել, որովհետեւ այդ քարերը նրան ուժ կտան։ Ուշագրավ են նաև ծառերի պաշտամունքի հետ կապված ավանդույթները։ Այդ մասին կրկին Լալայանը գրում է. Այսպիսի ծառերից մի քանիսը պաշտվում են որպես ամենայն տեսակ հիվանդություններ բժշկող եւ ամենայն տեսակ խնդիրներ կատարող, իսկ մյուսները որպես մի որոշ հիվանդություն բժշկող եւ կամ մի որոշ զորություն ունեցող։ Առաջին տեսակի ծառերից նշանավոր են Դռնավարց գյուղի Խաչին հարթ անունը կրող տարածքի Սզնի ծառը եւ այլն։ Նախկին Դռնավարց, այժմ Կարմիր գյուղը 2023 թվականին բռնազավթվել է ադրբեջանցիների կողմից։ Ճանապարհները փակ են։ Բայց վստահ ենք, մի օր ճանապարհները նորից կբացվեն եւ այս քարերի մոտ կրկին կհասնեն նրանք, ում պատկանում են։ Որովհետեւ վերադարձը միայն ճանապարհ չէ, վերադարձը կամք է։ Վերադարձը նպատակ է։ Եվ քանի դեռ այդ հիշողությունը կենթանի է, վերադարձի ճանապարհը չի կարող փակվել։